Իմ շատ սիրելի ընկերներ ջան, բոլորիդ բարի լույս, բարի օր եմ մաղթում, թող մեր օրը սկսվի խաղաղությամբ, լավ լուրերով և Աստծո օրհնություններով, եղեք միշտ առողջ, երջանիկ, ուրախ և գնահատված, սիրում եմ բոլորիդ, իմ լավ հարազատ դարձած բաժանորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն ես իմ սուրճը դրել եմ, պատրաստ է, կսպասեմ, դուք էլ ձերը դրեք, միասին խմենք, եթե ցանկություն ունեք, և արդեն ինձանից անբաժան մեկ գավաթ սենյակային ջուրը, սուրճը կխմեմ, ընթացքում ջուրը, ձեզ հետ մի փոքր զրույցեմ, սիրելիներս, ես լավ եմ, իմ տրամադրությունը այսօր շատ լավ է, դուք ինչպես եք, հույսով եմ լավ եք և ուզում եմ, որ միշտ լավ լինեք, առողջ լինեք, ուրախ լինեք և Աստծուն միշտ փառք տաք և կարդաք Աստծու պատվիրանները, սիրելիներս, ձեզ լավ օր, եկեք հիմա խմենք, սիրելիներս, այսօր պատրաստելու եմ հասարակ ուտեստ, որոշել եմ բրինձ պատրաստեմ, բրինձով փլավ, առանց բրինձի հետ խառնած, առանց մսի, առանց գազարի, ուղղակի պետք է պատրաստեմ, որ մատուցեմ բրինձի հետ, սոուս, հավի մսով, լեչոյով, ընթացքը հետևեք, կտեսնեք, թե ինչպես եմ պատրաստելու, այսօր այս ճաշատեսակը, այս ուտեստն եմ պատրաստելու, մեր բրինձով փլավի համար պատրաստելու եմ հավի մսով մի համեղ սոուս, տապակը դրել եմ գազօջախին, հիմա տապակի մեջ կավելացնեմ բուսայուղ, սոուսը պատրաստվում է շատ արագ և ստացվում է շատ համեղ, հիմա մենք միասին կպատրաստենք այդ սոուսը, չտաքանա բուսայուղը, ես կմանրացնեմ հավի փափկամիսը, որոշեցի այսօր էլ բրինձը սոուսով այս եղանակով պատրաստել, բոլորս էլ տնային տնտեսուհիներս մտածում ենք, թե այսօր ինչ պետք է պատրաստենք, ահա ես էլ որոշեցի այսօր այս ուտեստը պատրաստեմ, մեզ համար ցույց տամ սիրով իմ սիրելի բաժանորդների համար, բուսայուղը տաքացել է, հիմա միսը լցնեմ բուսայուղ, նախօրոք միսը լվացել եմ, ջրքամել եմ, նոր կտրատեցի, սիրելի հետևորդներ ջան, մի թեթև խառնեմ և համեմեմ աղով, համեմեմ նաև սև պղպեղով աղացած, սիրելիներս գնել ենք նաև տարբեր տեսակի համեմունքներ, կհամեմեմ նաև այս համեմունքով,
Հավի փափկամիսը մինչ տապակվի, ես արդեն կմանրացնեմ կիսալուսնաձև սոխը։ Հավի միսը թեթև շուռ տա, որպեսզի կարմրի, շատ չեմ կարմրացնելու, մի թեթև կարմրացնելու եմ, բավական է, շատի դեպքում շատ չոր է լինում։ Սիրելիներս, դուք կարող եք սոխը, եթե պատրաստելու եք, ոչ թե կիսալուսնաձև կտրատել, այլ ոնց ցանկությունը ձերն է, ոնց կուզենաք այդպես էլ կտրատեք սոխը, կտրատելուց սոխի մեր սոուսի համը չի փոխվում, շարունակեմ մնացած սոխը կտրատել։ Միսը արդեն թեթև տապակվել է, հիմա կհանեմ տապակի մեջից։ Եթե դուք ուզում եք, որ չոր լինի, ավելի կարմիր, կարող եք մի քիչ երկար տապակել։ Իսկ ես սիրում եմ, որ մի քիչ փափուկ լինի միսը, ուտելու ժամանակ շատ պինդ չլինի։ Միսը պատրաստ է, բուսայուղ կավելացնեմ մի քիչ նորից տապակի մեջ։ Եվ կավելացնեմ սոխը։ Կխառնեմ, կթողնեմ, որ տապակվի։ Այնքան կտապակեմ, մինչև դառնա թափանցիկ և ոսկեգույն։ Այստեղ էլ արդեն բրինձի ջուրն է եռում, եռացող ջրին կավելացնեմ զգուշորեն աղ, որ քիչ-քիչ կլցնեմ, հանկարծ չբարձրանա։ Կավելացնեմ նաև մի քանի կաթիլ բուսայուղ, ասեմ, որ բրինձը նախօրոք լավ այնքան լվացել եմ, մինչև ջուրը պարզ է դարձել, ջրքամել եմ, հիմա ավելացնում եմ արդեն եռման ջրին, որպեսզի եփեմ։ Մի հատ էլ սոխը խառնեմ, սիրուն, տեսնում եք, դարձել է ոսկեգույն, թափանցիկ։ Հիմա կավելացնեմ միսը։
Երկուսը իրար հետ կխառնեմ։ Ավելացնում եմ նաև իմ պատրաստած համեղ անուշ լեչոից մի քիչ։ Մի հատ խառնեմ, բերանը ծածկեմ, թող սոխը, լեչոն, հավի միսը խառնվեն իրար։ Արդեն համարյա սիրելիներս բրինձը պատրաստ է։ Հիմա կտեսնեմ, եթե եփել է անջատեմ, լցնեմ քանվի։ Արդեն լցրել եմ քանվելու, մանրացնում եմ մաղադանոսը։ Կանաչի հետ մի փոքր էլ կտրտում եմ կծու պղպեղ։ Պղպեղով համեղ է լինում։ Սոուսին ավելացնում եմ մի թեթև գթալ տոմատի մածուկ։ Կավելացնեմ նաև կտրտած սոխն ու կծու պղպեղը։ Մի հատ էլ լավ խառնեմ։ Կավելացնեմ նաև մի թեյի լավ գթալ կարմիր պղպեղ։ Կհամեմեմ աղով։ Կավելացնեմ կես կոֆեի բաժակից էլ քիչ ջուր, մի փոքր։ Կխառնեմ, կթողնեմ, որ բոլոր բաղադրիչները իրար հետ լավ համեմվեն։ Ստացվեց շատ անուշ բույրով, գեղեցիկ տեսքով, համ ու հոտով անուշ սոուս։ Սոուսը վերջ, ծածկեմ բերանը, անջատեմ գազօջախը և արդեն սկսեմ պատրաստել բրինձը։ Տապակը դրել եմ, մեջը լցրել եմ մի փոքր բուսայող, կավելացնեմ բավականին կարագ, որտև բրինձը շատ կարագ է սիրում, յուղ շատ է վերցնում և կթողնեմ, որ հալվի։ Ուղին և ձեթին կավելացնեմ աղ, այդպես համեղ է լինում։ Յուղի մոտ որ աղ ենք լցնում, ավելի փլատները համով են լինում։ Կխառնեմ և հիմա բրինձը կավելացնեմ, արդեն լավ ջրքանվել է բրինձը, ջրային մաս չի մնացել մեջը, այդպես ավելի հատիկ է լինում։ Եթե ջուր է մնում, սիրելիներս, մի քիչ բրինձի եփած ջրից մնում է, ոնց որ կպնեն իրար։ Իսկ որ ջրի մեջ էլ բուսայուղ ենք լցնում, դուք տեսաք, որ ես լցրեցի և շատ ընտիր է ստացվում։ Հիմա լցնեմ, նոր խառնեմ։
Հիմա կփորձեմ արդեն պատրաստի բրինձը, աղը տեղն է սիրելիներս, մի հատ էլ կխառնեմ, արդեն պատրաստեցի, վերջացրեցի բրինձն էլ։ Պատրաստեցի, վերջացրեցի հասարակ բաղադրատոմսով, շատ արագ, միևնույն ժամանակ համեղ բրինձով փլավ։ Բրինձի հետ նաև պատրաստեցի հավի մսով, սոխով, լեչոյով սոուս։ Սոուսն էլ շատ համեղ ստացվեց, տեսեք ինչքան լավ ստացվեց։ Կմատուցեմ բրինձի փլավի հետ, սիրելի հետևորդներ ջան։ Շնորհակալ եմ, որ հետևեցիք մինչև վերջ, դիտեցիք հոլովակը։ Ահա այսօրվա ճաշատեսակն էլ պատրաստեցի, բրինձը խաշած քամած յողի և բուսայուղի մեջ լցրած և հավով, սոխով սոուս։ Մեզ բոլորիս բարի ախորժակ, ձեզ բոլորիդ հաճելի դիտում։ Սիրելիներս, եղեք առողջ, օրհնված, լավ մնացեք, իմ բարի ջերմ հետևորդներ ջան։ Այսօր էլ այսքանը ավարտեցի, ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ։ Համբույրներս բոլորիդ, սիրում եմ բոլորիդ։